Այդ որ ասում եք Հայաստանը դատարկ է, ժողովուրդ չկա, ահա 4 միլիոն սովետի ժամանակ իջավ 3 միլիոն, հետո 2 միլիոն, հիմա էլ կասկածում եմ արդեն թե Հայաստանում 2 միլիոն մարդ կա անգամ։ Ինչ է կատարվում։ Փնտրի պատասխանը ձեր մեջ։ Քանի երեխա ունես դու։ Քո որդին կամ քո աղջիկը ցավոք սրտի քո աղջիկը չի ամուսնանում, որովհետև իրեն խաբում են ու շպրտում, օգտագործում են ու շպրտում։ Ցավոք սրտի քո ամուսինը քեզ տեր չի կանգնում համարյա, որովհետև նրա ուշն ու միտքը դրսում շնանալն է։ Բա խոսեք, բա ասեք, այդ բարոյականությունը հայ մարդուրը։ Ուր է քո 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 երեխաներ, կասեք աղքատ ենք։ Չհասկացա, հələ գնա Երուսաղեմ, Իսրայել կամ թաղամասեր, որ այս հասիդիկարյաններն են ապրում, տեսինք աղքատության մեջ են եւ իրենք չեն աշխատում, ապրում են կոպեկներով, բարձրին իմաստով սենթերով, այսինքն թե եւ ահա գալիս է հայրը իր այդ պոզերով, հետո գալիս է մի երեխա, մյուս երեխա, մյուս երեխա, մյուս երեխա, իրարից երև մի տարի տարբերությամբ, մինչև 10, 12, 15, հետո կինն է գալիս, մայրը իրենց ետևից։ Եվ սա իրենց ազգային ծրագիր է, որպեսզի Իսրայելում ապրեն հրեաները։ Եվ ամեն մի տղամարդու մտքի մեջ միայն դա կա։ Նրան անգամ չի թույլատրվում խոսել ուրիշ կնոջ հետ, որպեսզի չգայթակղվի։ Իր կինը իր գործարանն է։ Եվ ահա այդ կնոջ համար իր երեխաները իր հայրենիքն է։ Եվ որքան շատ ունի, այնքան նա կառուցում է իր հայրենիքը։ Դերում էլ չասեք, որ ահա այս պրոբլեմա, այն պրոբլեմա, պատերազմում երեխա չունենք, տղա չունենք, էլ տալու, ճիշտ եք ասում։ Դե փառք Աստծո, որ հիմա գալիս է, նով ուզում է գա։ Թուրքն է գալիս, ադրբեջանցին է գալիս, թե քուրդն է գալիս, թե հնդիկն է գալիս։ Գոնե մեր աղջիկներին չի օգտագործի ձեռնոցին նման շպրտի։ Կամուսնանան, այ հիմա այդ բայց կսկսվի։ Կիսա հայ, կիսա թուրք երեխաներ, կիսա հայ, կիսա հնդիկ երեխաներ, կիսա հայ, կիսա ադրբեջանցի երեխաներ, բա ի՞նչ եք կարծում, մարդկային էվոլյուցիան կամք չի առնում, մտածեք այս մասին, եւ ահա, պահանջում է պետական օրենքներ, եւ պետական խրախուսում, ինչպես անում էր Սովետը, եւ ահա, պահանջում է նաեւ հիմնական դաստիարակություն այս տղամարդկանց եւ իրենց մայրերի, այս կիսուրների, որ միայն փնտրում են հիմնականում ստորացնելու եւ պատվազրկելու իրենց հարցերին։ Եվ դրանից ինչ է լինում։ Դրանից հարցը դառնում է կատաղած մի դև։ Եվ դրանից փաստորեն կինը այսօր հայ կինը ամեն ինչի ընդունակ է եւ միայն խափելու է նաեւ ընդունակ։ Մեր բարոյականությունը 0 կետի վրա է, սիրելիներս։ Ես օթից չեմ ասում։ Տեսնում եմ նաեւ իմ շրջապատում։ Մի ընտանիք չկա նորմալ։ Այստեղ էլ չեն բերում երեխաներ, ինչու՞, որովհետև տղամարդը շնացող է։ Եվ ահա կինն էլ հոգնում է դրանից ի վերջո։ Շատ պատմություններ կան, որ չեմ ուզում անդրադառնալ, բայց ինչու այս մասին ազատ չեք խոսում։ Ինչու այս մասին քննարկումներ չեք անում։ Հոգնել ենք ձեր քաղաքական հաչոցներից։ Հոգնել։ Ես նորից եմ ասում, Ռուսաստանից պետք է ազատվել։ Հիմա վախեցնում են Ռուսաստանը կուզենա ամբողջ աշխարհը ատոմային ռումբով կոչնչացնի։ Առաջին ինքը կոչնչանա նախ եւ առաջ, երկրորդն դրա համար պետք է որ Միացյալ Նահանգները այստեղ հաստատվի իր պաշտպանական այս իրենք ունեն տերական պաշտպանության համակարգ։ Հերիք է դուք ավել պակաս խոսեք, լսեք։ Ամեն մի բլոգեր, ամեն մի հայ դատար գլուխ հաչում, բոլոր իրեն կարծիք ունեն ասելու։ Եվ ահա, ինչ է ստացվում։ Այդ նույն այդ տղամարդիկ, այդ հաչող տղամարդիկ նայեք քանի երեխա ունեն եւ քանի անգամ են եթե ոչ օրը գոնե ամիսը շնանում։ Դուք խոսեք այս մասին։ Բազմականություն են հիմա այլ ուզում բերեն, իբր թե միկին եւ մի երեխա կարողանում են պահել, հիմա այլ բազմականություն են բերում, որ բաստարդներ ցինեն։ Քրիստոս եւ Աստված ի սկզբանե Եվա եւ Ադամ ստեղծեց ընտանիք, եւ միայն այդ ընտանիքի մեջ կարող է մարդը ձևավորել որպես իսկական մարդ Աստծուն պիտանի։ Բազմականությունից ծնվում են բազմաշներ, որ միայն կործանում է ինքն իրեն,
Գլխականակը չէ հաշիվը այն սերն է, որ դուք տալիս եք ձեր երեխաներին, եւ ընտանիքը բնական կարգով պետք է ունենա երեխաներ, ոչ թե oral sex, ոչ թե anal sex, ոչ թե պաշտպանություն, ոչ թե չգիտեմ ինչ, բնական ճանապարհով, եթե դու ոչ թե վերջապես աբորտ, որ այնքան ընդունված է հիմա ձեզ մոտ, այդ մասին չեք էլ խոսում, եւ այդ աբորտը արեցիր այդ երեխային եւ նա հասարմանված էր լինելու շատ կարեւոր մարդ, կամ պաշտպանվում ես, ինքդ քեզ ես սպանում, դու ուրեմն իմացիր տղամարդ, արում մի շնացումից 10 տարի պակասում է քո կյանքից, ամեն մի քո շնացումից 10 տարի պակասում է քո կյանքից, Աստված այդպես է դրել օրենքը, եթե մի կնոջ ձեռքը, մի աղջկա ձեռքը դու բռնում ես, դու պարտավոր ես ամուսնանալ նրա հետ, մտածեք այս մասին, բացարձակ քննարկումներ արեք, բաց, եւ հերիք է լինեք կեղծավորներ, որը զսպելի է։